Ուրեմն կաշտանք երկրորդ մնացորդած 36-ի 16 խոսքը։ Այսօր դի կաշտամ են խոսքերը, որ նոր Տերը պատվիրել է ընձի որ կաշտամ։ Թող Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդը, որ ես ցանկացած խոսքը ներկայացնեմ իր Սուրբ կամքի պես, իր փառքի համար ու բոլոր այն մարդիկ, որոնք որ Տիրոջից խոսք կստանան, գրեք մեկնությունների մեջ։ Հարցերի դեպքում եւս գրեք մեկնությունների մեջ։ Եթե կուզեք փոխանցումներ ենեք, արդեն ես ներկայացրել եմ տեսանյութի մեջ, որ հյուրեր պիտի կան Ռուսաստանից, Վրաստանից, տարբեր տեղերից պիտի հավաքվենք, որ աղոթենք բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների, ժողովուրդների, բոլոր եկեղեցիների համար, ինչպես նաև մեր եկեղեցու անդամներով մենք պիտի համախմբվենք ու լավ ժամանակ անցկացնենք Տիրոջ ներկայության մեջ։ Եթե կուզենաք փոխանցումներ ենեք, ուրեմն կզանգահարեք ընձի +374 98 95 00 71 համարի։ Ես մի նորից այցելության մեջ եմ, ընտանիքի եմ այցելել, որոնք եւս ունին խնդիրներ, որոնք եւս ունին մեր աջակցության կարիքը, որոնք որ առաջինը Տիրոջը կփնտրեն, իսկ Տիրոջը փնտրողը կունենա ամեն ինչ։ Եթե կան մարդիկ, որոնք ուզեն այս ընտանիքի կողքը եւս կանգնին, ուրեմն փոխանցումներ երեք, երեխեք ջան։ Իսկ մի կաշտամ են խոսքերը, որ նոր Տերս պատվիրել ենցի, որպեսի կաշտամ։ Երկրորդ մնացորդած 36-ի 16-ը։ Բայց նրանք Աստծո ղրկած պատգամավորները կանարգեին։ Նրա խոսքերը կարհամարեին ու նրա մաշկարեները ծաղրկանեին։ Մինչև որ Տիրոջ բարգությունը իր ժողովրդի վրա փոփոխվեցավ, այնպես էլ բժշկություն չմնաց։ Այնպես որ էլ բժշկություն չմնաց։ Ժողովուրդ ջան, այս խոսքերը ինչի համար է Տերը ինձի տվել։ Շատ հաճախ մարդիկ կխնդրեն Տիրոջից, որպեսզի Տերը իրանց այցելե, որպեսզի Տերը իրանց խնդիրներին լուծում տա։ Շատ հարցերի պատասխաններ ստանան Տիրոջից, բայց երբ որ Տերը պատասխան կտա, իժանք չեն ենե Տիրոջ սազները։ Երբ որ մարդու վրա էլ բժշկություն չի մնա, կսե այնպես որ էլ բժշկություն չմնաց։ Երկրորդ մնացորդած 26-ի 16-ը։ Ինչն էր պատճառը, որ մարդը չի բժշկվի։ Որովհետև ինքը անարգեց Տիրոջ մաշկարեի խոսքը, Տիրոջ պատգամավորի խոսքը։ Ու դորից հետո եկավ բժշկությունը, հիվանդությունը։ Ուրեմն այս վերջերս մեր ընտանիքի Աստված ցույց տվեց, որ ես աղոթեմ, օժտեմ, որ դառնան ամուսիններ, բայց ես իրանց զգուշացրեցի, ասեցի մինչև չզաքսավորվիք, իժար հետ իժարտուն չմնաք։ Որովհետև Տերս ձեզ վերջերս պարզ հայտնել էր, որ չկա զաքս, չկա հարսանիք, չկա ամուսնություն։ Որ առաջինը Տերը պիտի ցույց տա ամուսնությունը ու երկրորդը միաբանությունը պիտի անի Տիրոջով։ Օժտված պիտի անի, նաև պիտի հավաքվին օժտնեն հավատագիցները, ամենակարևորը, ծնողներն ու հավատագիցները։ Առանց որի երկնքի օժտնությունը պարտադիր է, բայց քանի որ մենք երկրի վրա կապրենք, երկրի օժտնությունն էլ է պարտադիր։ Այն մարդկանց կողմից, որոնց որ Տերը մեր կողքը դրել ու նշանակել է։ Ու այդ տվյալ մարդիկ չնազանդվան, ու գիտեք ինչքան բաներ կորցրեցին։ Նաև կորցրեցին իրանց առողջությունը, երբ զանգի իրանք շատ հիվանդ էին, թոկաբորբ էին, ծանր էին եւ այլն, ու Աստված ինձ թույլ չտվեց, որ ես նույնիսկ զանգեմ նորից հարցնեմ, թե ինչ եղե իրանց, որովհետեւ արդեն Տերը զգուշացրել էր իրանց։ Երբ որ դու մենակ Աստծո տվածը կսիրես վերցնել, որ կսես Տերը քեզի էսիշ բանն ես որ օժտնեմ, բայց որ իդիկ մեկից կվերցնեն, բայց երբ որ կսես Տերը քեզի կզգուշացնի, որ սուրբ եղեք, որովհետեւ ինքը սուրբ է, դիք չեն սիրե վերցնել։ Ու դիք չսիրելով կանարգեն Աստծո պատգամավորին, Աստծո մաշկարեին ու էլ բժշկվելու տեղ չի մնա։ Նոր համար սիրելիներս, Տիրոջով ցեզի խոսք ուզեմ փոխանցեմ։ Մի վերցրեք մենակ Տիրոջ օժտնությունները։ Մտեք կատարյալ սրբության մեջ ու մտեք հնազանդության մեջ։ Եթե դու ստացար քո հարցիդ պատասխանը, գրե մեկնության մեջ։ Եղեք ակտիվ, գրեք մեկնությունների մեջ։ Նաև ակտիվ եղեք մասնակցելու զոհաբերությունների մեջ, երեխեք ջան։ Դուք գիտեցեք, որ այն ինչ որ ես այսօր հսկայական գործեր կենեմ, ձեր բոլորից զոհաբերությունների շնորհիվ կենեմ։ Եթե մեկը չեք կրնա այցելություն ենեք, կրնաք փոխանցում ենեք։ Մեկը մեքենան կտրամադրե մեր եկեղեցուց,
Մեկը ժամանակը կտրամադրեմ, մեկը ֆինանսը կտրամադրեմ, ես իմ 4 երեխեքիս կթողնեմ ու կեշտամ այցելությունների, որ ես լի կպարդականություններ ունեմ, ամեն մեկս մեկ բանը կենենք տիրոջ գործի համար, ուղղակի եղեք զոհաբերող նաև տիրոջ գործի համար։ Սաղմոս 18-19 բացենք կաշտանք հաջորդ խոսքը։ Սաղմոս 18-19 Գազը կվարեցնել։ Եվ ինձ լայնարձակ տեղ հանեց ու ազատեց, քանի որ ինձ հավանեց։ Ստեղ ինչ կխոսացվի, ինչի մասին կխոսացվի։ Վերևի գուլը վարել, լիլ մենակ։ Վերևի գուլը վարել, դուխով կեմի վարը, շատ չեմ։ Նայեք երեխեք ջան, կսե և ինձ լայնարձակ տեղ հանեց ու ինձ ազատեց, քանի որ ինձ հավնավ։ Եթե դու նեղության մեջ ես, դժվարության մեջ ես, ու դուրս չես կատի, կնշանակի, որ Տերը քեզի չի հավնի։ Որովհետև ստեղ կսե ինձ ազատեց, որովհետև ինձ հավնեց, հանեց լայնարձակ տեղ, իժան ազատեց, ինչի համար, որովհետև Տերը իժան հավանել է։ Եթե դու չունիս Տիրոջ հավանությունը, ուրեմն չես ազատվի քո խնդիրներից ու դժվարություններից։ Հասկացաք, խնդրի արմատը որն է։ Լայնարձակ տեղ կհանե Աստված այն մարդկանց, որոնք որ ունի Տիրոջ հաճությունը։ Գազի հոտ կլսվի ստեղ։ Չէ, դու նոսեր բարի դրա։ Հաջորդ խոսքը։ Սաղմոս 25-14 կրնակ թող դու գրիչ վերցնեք, գրեք երեխեք ջան։ Սաղմոս 25-14 Տիրոջ բարեկամությունը իրենից վախեցողների հետ է ու իր ուխտը նրանց կսովորեցնե։ Նորից կկարտամ։ Տիրոջ բարեկամությունը իրենից վախեցողների հետ է։ Շատ հաճախ մարդիկ ասեն, բնչի ես, չեմ լսա Աստծո ձայնը, Աստված ինձ հետ չի խոսա, ինձ հետ Աստված մոտիկ չէ։ Պատասխանը ստեղ տվավ ցեզ ժողովուրդ ջան։ Տիրոջ բարեկամությունը իրենից վախեցողների հետ է։ Ուրեմն դու Տիրոջից չես վախենա։ Վախենալը սիկ չէ։ Տիրոջից վախենալ կնշանակի իր պատվիրանները պայել։ Հնազանդվել իր օրենքներին։ Տիրոջ վախը չարությունը ադել կնշանակի։ Եթե դու չարությունը կսիրես, Տիրոջից չես վախենա։ Իսկ եթե դու Տիրոջից չես վախենա, ինչ կրնա Տերը քեզ հետ բարեկամություն ունենա։ Հարցիդ պատասխանը եթե ստացար, գրեմ մեկնության մեջ։ Ակտիվ գրեք։ Որ ես տեսնեմ, որ այս խոսքը, որոնց կուկա Տիրոջից, կուտա նաև ձեր հարցերի պատասխանները։ Հասկացանք երեխեք, Տիրոջ վախը ում հետ է, ժողովուրդ, ով կուզե պատասխանես հարցին։ Ով բարեկամ, Սարի մաքուր։ Միկրոֆոնդ, ահա։ Բացը։ Տիրոջ վախն այա, որ Տիրոջ խոսքը կլսես, կատարես, ինչպես քո խոսքացիր, առաջ ես Հայաստանը միտք ունի։ Խոսքը դրեց Աստված ու ես վազելով պետք է, որտեղ դա Տիրոջ խոսքա։ Ամեն մեկ լեզվի խոսքը, որ մեկի հետ կանգնես խոսես, պետք է չափես նոր խոսես, որտեղ ամեն խոսքը լեզվից եկած հոգուս պետք է կառավարենք մեզ։ Ախով, վախով ու շատ սիրելով ամեն մեր խոսքը պետք է դուրս գա։ Փառավորվի Տերը։ Հա, երեխեք ջանի միջայլոց Ռիմաքուրը Ռուսաստանից պետք է, ես իր քաղաքն էի որ վազելով իրար ծեր բռնած վազել ենք ճլորտիկ ենք խողծե եւ այլն, հիմի ինքը դիկարլի նագան վազվենք իրար հետ։ Տիրոջ բարեկամությունը ում հետ է մե բառով սած երեխեք։ Ում հետ է Տիրոջ բարեկամությունը Լիլիթ։ Իրանից վախեցողների։ Ճիշտ է։ Ուրեմն Տիրոջ բարեկամությունը Իրանից վախեցողների հետ է։ Հիմի կարտանք Սաղմոս 27-11-ից 14-ը։ Ով Տեր, քու ճամփատ ինձի սովորեցրու։ Ու շիդակ ճամփու մեջ ինձի առաջնորդ է թշնամիներիս համար։
Նորից կկարտամ մեզ խոսքը, Սաղմոս 27:11 Ով Տեր, քու ճամփատ ինձ սովորեցրու, ով դի իրա ճամփան մեզի սովորեցնե, Աստված, ու շիդակ ճամփու մեջ ինձ առաջնորդե թշնամիներիս համար, ուրեմն նա է, ինչ իմաստուն միտքս է, թշնամիներիս համար, ընձի, շիդակ ճամփու մեջ առաջնորդե, այսինքն, որպիսի ես թշնամու զոհ չդառնամ, ինձ ճիշտ ճամփու մեջ տար, ճիշտ ճամփով, դու ինձ որ ճամփով կուկան իմ թշնամիներս, որ ես կողքի ճամփով էի տամ, հասկնակը, դու ինձ առաջնորդեմ բեսոր, ես երբեք գայլի պերանը չընկնիմ, դիք ով է մեզի առաջնորդողը, որ մենք ճիշտ ճամփաների մեջ էստանք, Տերը կխնդրես Տիրոջը, Տերը քեզի ճիշտ ճանապարհների մեջ կառաջնորդե Ինձ իմ թշնամիներիս կամքին մի մատնե, ով դի չմատնե թշնամիների կամքին, այսինքն ձեռքը բդի չտա, Աստված, քանի որ իմ վրաս սուտ վկաներ ու անիրավություն փճողներ ելան, հավատացի, թե Տիրոջ բարությունը պիտի տեսնեմ կենդանիների երկրի մեջ, Տիրոջը սպասե, զորացիր ու սիրտը թող զորանա, դարձյալ Տիրոջը սպասե, բոլորս միասին ում պիտի սպասենք երեխեք, Բոլորս միասին ում պիտի սպասենք, Տիրոջը, այո, Տիրոջը պիտի սպասենք, բոլորս միասին պիտի սպասենք ում, ամեն, ամեկս պիտի Տիրոջը սպասենք, երեխեք ջան, Տիրոջը պիտի սպասենք, Տիրոջը պիտի հուսանք, որովհետև Տերը մեզի բարություն պիտի տա, թշնամիների ձեռքից պիտի ազատե, ճիշտ ճանապարհների մեջ պիտի առաջնորդե, որպեսզի թշնամիների ձեռքը չընկնենք Ինչքան կարևոր որ հասկանանք ի վերջո որ Տիրոջը սպասելու ժամանակն է, Տիրոջից առաջ իշտելու ժամանակը չէ, Տիրոջ հետևից գնալու ժամանակն է։ Ամեն։ Ամեն, երեխեք ջան, էլ չի առաջնորդող կարտամ փառք Աստծուն։ Այսքան խոսքի համար, թող Տերս փառավորվի հավիտյան։ Սկանը երկունը 6-ին 10 պագաս, երեխեք ջան, նորից կմիանանք, որպեսզի աղոթենք միասին, ծառայենք միասին, լցվենք Տիրոջով, արդեն աղոթել ենք բոլորս, մարդ կար որ այսօր չաղոթեց։ Մեր քուրը չաղոթեց, Լիլիթը չաղոթեց, հա, մենք երկու հոգի ենք աղոթել, լավ, մյուսները չեն աղոթել, փառք Տիրոջը։ Այսօրվա հիանալի օրվա համար։ Մնացեք Աստծո խաղաղության մեջ, միշտ պատրաստ եղեք տալու։ Թե ձեր ժամանակը, թե ձեր ցանկությունները դրեք զոհասեղանին, թե ձեր երազանքներն ու նպատակները, ամեն ինչը դրեք Տիրոջ զոհասեղանին ու թույլ տվեք որ Տերը առաջնորդե ձեզի բոլորիդ։ Սկանը սիրելիներ, հեռախոսահամարս տեսանյութի տակ կտեղադրեմ, որ եթե մարդիկ կան որ նորից կկրկնեմ, փոխանցումներ Տերը կպարտավորեցնորեն են, կրնակ ենեք, եթե Տիրոջից չէ, մի երեք, ոչ դուք կորտնվիք, ոչ մենք, օրհնյալ է Տիրոջից ցանողը, Անանյան ու Սապֆիրան էլ ցանեցին, բայց օրհնություն չժառանգեցին, հիշեք, ցանեք Տիրոջով ու Տիրոջ դաշտի մեջ, սկանը սիրելիներ, լավ մնացեք։